օրվա խորհրդին անդրադառնաք, ինչ խորհուրդ ունի այն եւ նաեւ 3 ՀՅԴ անդամները հանրապետության հրապարակում վարեցին Թուրքիայի դրոշը, ինչը դատապարտելի համարեց գործող իշխանությունը եւ ամոթալի քայլ համարեց։ Սա դուք ինչպես եք գնահատում։ Նախ բացի օրվա բուն խորհուրդը նաեւ այս օրը պիտի մեզ համար դառնա խորհրդային վերաիմաստավորման եւ վերաարժևորման եւ կենսունակ ու իրականում հայկական պետություն ձևավորելու կամքի յուրատեսակ նաեւ խորհրդանիշ, որը այլևս թույլ չի տա, որպեսզի հայ ժողովրդի նկատմամբ նման ոչրագործություն տեղի ունենա։ Սա նաեւ պետք է խորհրդային իմաստով վերաիմաստորի, ոչ թե իր մեջ պարունակի միայն սուգ, այո, այդ սուգը ընդունելով ոչրագործությունը հիշելով մշտապես, բայց նաև պետք է լինի խորհրդային վերաիմաստորման եւ վերաարժևորման, այլևս խեղճի կարգավիճակից դուրս գալու յուրատեսակ խորհրդանիշ պետք է դառնա սա։ Իսկ ինչ վերաբերում է դրոշ այրելուն, ես երբեք նման ակցիաներին որպես այդպեսին չեմ էլ անդրադարձել եւ դրան ընդհանրապես որևէ կարեւորություն չեմ տվել, որտեղ խորին համոզմամբ բայց դատապարտելի է ձեզ համար ամոթալի քայլ էր։ Չէ, բնականաբար ոչ, ընդհանրապես կարևորություն չեմ տվել։ Դրա մեջ որպես այդպեսին բովանդակություն ընդհանրապես չեմ տեսել։ Այո, եթե ինչ-որ մարդիկ տեսնում են դրա մեջ խորհրդանիշ, դա իրենց խնդիրն է կամ սիմվոլիկային փորձում տեսնել, բայց դրա մեջ ես որևէ բովանդակային բան չեմ տեսնում։ Ես միշտ ավելի կողմնակից եմ եղել թշնամի պետության նկատմամբ վերաբերմունքի ձևավորումը հասարակության պետք է լինի կրթության միջոցով, գիտության միջոցով, մշակույթի միջոցով եւ ամենակարևորը թշնամու նկատմամբ պետք է ոչ միայն արվակարգային գործողությունը, այլ պետք է իրականում զարգանալ եւ հզորանալ։ Սա է ամենակարևորը եւ ոչ թե ինչ-որ խորհրդանշական ակցիաներ, որի տակը որևէ բովանդակություն կարող է նաեւ չլինել։ Պարոն Պետրոսյան, ընտրություններին մասնակցելու եք, ինչ ակնկալիքներ ունեք եւ ինչ ակնկալիքներ ունեք, եկեք ասեք։ Բնականաբար ընտրություններին մասնակցելու ենք, մեր նվազագույն խնդիրը պարլամենտում լինելն է, որը հնարավորություն կտա մեզ ճեղքել այս փոխհամաձայնեցված խմբիշխանությունը եւ ձևավորել այդ նոր օրակարգը եւ դնել սկիզբը հայկական պետության ձևավորման։ Իսկ եթե հաջողություն չգրանցեք, որ ուժին եք պատրաստվում աջակցել եւ որ ուժին եք որ կտրականապես մերժում եք։ Բնականաբար որևիցե մեկին, որովհետեւ ես բազմիցս ասել եմ, այն քաղաքական համակարգ, որ այսօր գոյություն ունի, բոլորը որակապես գտնում են նույն հաղթությունում եւ հենց դա է պատճառը, որ ասում են փոխհամաձայնեցված խմբիշխանություն, որտեղ որպես այդպեսի բնականաբար ոչ իր զայների փոշիացման մասին կարող է խոսքը գնալ։ Եթե հաջողություն չգրանցեք, առաջի 3 ուժերին է փոխանցվելու ձեր զայները, հաշվի չեք առել այս ամենը, եթե հաջողություն չգրանցեք իհարկե։ Տեսեք, նախ փոշիացման օրակարգը, խորքային կեղծ օրակարգը։ Նախ ընդդիմադիր ուժերը միշտ ասում են, որ մենք 51% ենք, ճիշտ է։ Եթե 51% են այդ ուժերը, նրանք յուրաքանչյուր փոշիացնողի համար պետք է չափազանց ուրախ լինեն։ Յուրաքանչյուր փոշիացնողի համար։ Երկրորդը, քաղաքական գործընթացը ձայներ փոշիացնելու մասին չի ընդհանրապես։ Քաղաքական գործընթացը օրակարգ ունենալու, գաղափար ունենալու, խորքային վերափոխումներ իրականացնելու եւ այս իրականությունը ճեղքելու մասին է։ Այսինքն մեր նպատակը միայն պարլամենտում լինելը չի, մեր նպատակը դա ընդհանրապես միջոց է։ Մեր նպատակը նաև այդ օրակարգը բարձրացնելն, այդ օրակարգի շուրջ մարդկանց հետ համախմբելն է։ Նոր օրակարգ, նոր գաղափարներ ձևավորելն է, որը թույլ կտա ճեղքել այս մեր իրավիճակը։ Հետևաբար այդտեղ ձայներ փոշիացնել եւ այլ կեղծ խոսույթներ են դրանք ընդհանրապես, որոնք հիմնականում գեներացված են իշխանության եւ ընդդիմության կողմից։